Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույսեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր նոր դարվան 2026 թվականի առաջին գիրագին է։ Եկեք մեր սրտի խորերեն Աստուծո շնորհակալություն հայտնենք ու փառք տանք իր մեզի տված ամեն ինչին համար եւ ասենք. Փառք ես Աստված, փառք ես հաղաքս ամենայնի դեր, փառք ես։ Սրտանց կաղոթեմ սիրելներ, որ բոլորի սրտերը սրբությամբ լեցվին եւ Տեր Հիսուս Քրիստոս մեր սրտերուն մեջ ծնի։ Այսօր հիսնագի 7-րդ եւ վերջին գիրագին է։ Ինչպես անցնող գիրագիներուն բացատրեցի ցեզի, հիսնագը այն ժամանակաշրջանն է, որ կգանխե Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան եւ աստվածահայտնության զույգ դոները։ Հետևաբար պատրաստության շրջան է, ինչպես որ մեծ բակեն առաջ մեծ բահոց շրջանը գար, հետևաբար նաեւ սուրբ ծնունդեն եւ սուրբ աստվածահայտնութենեն առաջ հիսնագի բայեցողության ժամանակաշրջանը գար։ Անոնք, որոնք սիրելներ բայեցին այս հիսնագի բայեցողությունը, վստահ են, որ իրենց հոգին մեջ ըզգացին Քրիստոսի ծննդյան զորությունը։ Սիրելիներ, ամենքսալ, եթե իսկապես խոնարեցնենք մեր հոգիները եւ խնդրենք երկնավոր Տիրոջմե, որ մեր սրտին մեջ ծնի, եթե մեր սիրտը իր թիմած բանանք եւ ասենք, որ Տեր, ահա խոնար մսուրը քեզի համար, խոնար քարայրը քեզի համար, եկուր եւ այնտեղ ծնիր, Տերը պիտի հաջի եւ պիտի ծնի։ Եվ իր ներկայությամբ լույս պիտի սփռե մեր կյանքին, հույս պիտի տա մեզի, ուրախություն, ծնծություն, սեր։ Եվ գաղութեմ, որ Տերը մեր ընտանիքներուն, մեր ազգին եւ համայն ազգերուն շնորհե սրբություն, խաղաղություն եւ օրհնություն։ Սիրելի քույրեր եղբայրներ, ամեն գիրագի օր ցեզի գերկեմ մեր եկեղեցվո սկանչելի շարականներեն մին։ Քանի որ վաղը հունվար 5-ն է, հետևաբար ջրակալույցի օրն է, այսօր ցեզի պիտի երգեմ ջրակալույցի նվիրված ալելուկը։ Նախքան բացատրելս ցեզի, թե ինչ է ալելուկը, որ զոր պիտի երգեմ ցեզի, կուզեմ երկու բառով ջրակալույցի մասին խոսել։ Ինչ կնշանակե ջրակալույց։ Ջրակալույց կնշանակե ջրակ լուծանել, ջրակ վարել։ Անցյալին եկեղեցներու մեջ էլեկտրական հոսանք չկար, անշուշտ էլեկտրականություն գոյություն չուներ, այլ գանթերներ ու մոմեր գվարեին։ Հետևաբար մեծ դոներու ընթացքին եկեղեցվո բոլոր գանթերները եւ մոմերը գվարեին։ Հետո սիրելներ այդ սովորությունը միան սահմանափակվեցավ երկու գլխավոր օրերու ընթացքին, որոնք կգադարվին առաջինը Քրիստոսի սուրբ ծնունդեն եւ աստվածայտութենեն մեկ երեկո առաջ, այսինքն ջրակալույցի օրը, եւ մյուսը սուրբ զադիգեն մեկ գիշեր առաջ։ Եվ այդ երկու ուրեմն օրերը գոչվեցան ջրակալույց, որովհետեւ իսկապես եկեղեցվո բոլոր ջրակները, բոլոր գանթերները գվարեն եւ հավատացյալները իրենց ցերկերու մեջ մոմ կբռնեն եւ բادرակեն վերջալ հաջող այդ մոմերը դուն կդանեն որպես օրհնություն։ Ջրակալույցի ընթացքին սիրելներ կընթերցվին 5 դագարանեն մարգարեություններեն ընթերցվածներ եւ հատկապես այդ ընթերցվածները իրենց կակատին գահստին կակատնագետին եւ կընթերցվի Թանիելի մարգարեության ոչինչ է բիդո ընթերցվածը ամիջապես յետք վարակույրը կբացվի եւ սուրբ բادرակ տեղի կունենա։ Այսօր սիրելներ մեր եկեղեցվո մեջ ընդհանրապես միան այս երկու օրերուն է որ երեկոյան բادرակ կգադարվի։ Երկու ջրակալույցներուն Քրիստոսի սուրբ ծնունդեն եւ աստվածայտութենեն մեկ գիշեր առաջ եւ սուրբ զադիգեն մեկ գիշեր առաջ։ Ինչու? Որովհետեւ Քրիստոս ինք, որ արդարության լույսն է, որ հալածեց խավարը, որ հաղթեց մահվան վրա, որպես լույս ծագեցավ մեր վրա։ Ինչպես ինքը ասավ, ես եմ աշխարհի լույսը։ Ահա սիրելներ ջրակալույցի այդ լույսը որ գվարենք, Քրիստոս լույսն է որ մեր սրտերու մեջ գտնունինք եւ այդ լույսն է որ նաեւ դուն գտանինք։ Սիրելներ, ջրակալույցի բادرակեն յետք
ընդհանրապես վանքերուն մեջ գրոնավորներ սեղանադուն գավակվին թբիրներ բոլոր ամենքը միասին սարգվակներ նախադոնակ կգադարեն հաջորդ օրվան խորուրդ մեծը գերկեն կամ այսօր հարյավը զատկվան ընթացքին ավետարանը կընթերցվի եւ ապա գողջակուրվի նրանու հետ եւ քանի որ սիրելիներ նավագադիկ կնշանակե այդ օր արդոնված է ցգներեն ուդել եւ ցու ուդել հավգիտ ուդել բայց արդոնված չէ դակաբին մսեղեն ուդի հաջորդ օր այսինքն գլխավոր դոնեն յետ սուրբ ծնունդի բادرակեն յետ կամ սուրբ զադգի բادرակեն յետ ուրեմն մեկ գիշեր առաջ ցգներեն գուդեն հավգթերեն գուդեն գատներեն գուդեն քինի գխմեն այս է սովորությունը ուր որ առաջնորդարաններն են քաղաքներու մեջ ընդհանրապես կանայրերը կփաստրանան առաջնորդարան եւ այնտեղ կգադարեն այս նախադոնակի առողջությունը Բարսկահայ մեր եղբայրները եւ քույրերը հին սովորություն ունին որ այդ օր եկեղեցվո սուրբ բادرակի կմասնակցին բادرակեն յետ նշխար կդանին դան մեծը նշխարը կգդրե եւ կփաշխե դան անդամներուն յուրաքանչյուրը իր բաժակի մեջ կգտնե բաժակի մեջ քինի գլեցնեն եւ այդպես ուրեմն սիրելիներ կխմեն եւ զաստված կփարապանեն նաեւ անիգա իրեն կգոչեն թաթախման գիշեր Սիրելի քույրեր եղբայրներ ինչ տեսակ որ սովորություններ ալգան կարևորը այն է որ գիտնանք Քրիստոս ինք մեր կյանքի ջրակն է եւ հետեւաբար Քրիստոսի լույսով պետք է լուսավորված առաջնորդվենք մեր ամբողջ կյանքի ընթացքին Կալով այսօրվան ցեզի երկելիք շարականիս կամ հոգևոր երկին ալելուքին Նախ ասեմ որ ալելուքները մեր եկեղեցվո մեջ այն խումբը հոգևոր երկերն են որոնք երկվին մեր եկեղեցվո առաջին ժամերկության այսին քիշերային ժամերկության ավարտին Անոնք սիրելիներ դերունի եւ աստվածամոր նվիրված ալելույաներու շարքեր են Մեր եկեղեցվո մեջ 8 ցայներ կան եւ հետեւաբար սիրելիներ ալելույաներ կան որոնք այս 8 ցայներն ալ ունին եւ 6 խումբերու կփաշխվին այսինքն Սուրբ ծննդյան ժամանակ 8 ցայներով ալելույաներ կան այդ օրը ինչ ցայն է այդ ալելույան երկվի եւ հաջորդող օրերուն մյուս ալելույաները ուրեմն Սուրբ ծննդյան կամ նաեւ աստվածամոր նվիրված դոներուն այս ծննդյան ալելույաներ երկվին երկրորդ Քրիստոսի հարության սիրելիներ նվիրված ուրեմն ալելույաներ կան Քրիստոսի համբարձման հոգեկալստյան խաչի եկեղեցվո ուրեմն այս բոլորը խմբավորումներ են եւ ամեն մեկ խմբավորում ունի 8 ցայնով ալելույաներ Բացի ասոնցմե նաեւ կան գարկմը հadouk ալելույաներ որոնք երկվին հadouk այդ դոնին օրը ինչպես օրինակ ջրակալույցի ալելույան որ երկվի միայն ջրակալույցի օրը կամ Ղազարոսի հարության ալելուկը որ երկվի Ղազարոսի հարության օրը Զարգազարդե մեկ օր առաջ կամ ավակ շաբթվան ալելույաները յուրաքանչյուր ունի իր հadouk ալելույան Ալելույաներ ինչու համար գսենք ալելույա նախ սիրելիներ ասեմ որ եբրայերեն բառն է որ կնշանակե օրտնապանեցեք դերը կամ կովապանեցեք դերը կամ եթե այսօրվան բառերով դասենք կնշանակե գեցե դերը Եվ ընդհանրապես այս ալելույաները երկու դուներ կփաղկանան եւ վերջավորության սուրբ երրորդության նվիրված փառապանություն կան եւ յուրաքանչյուր դուն առնված կլա սամոսներեն մեկ կամ երկու համարներեն հաջորդ դունալ ուրիշ սամոսիմը մեկ կամ երկու համարներեն Սիրելիներ երկը գսկսի հետեւյալ ցեվով 3 անգամ գսվի ալելույա 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 եւ ապա Սամոսեն հատվածը հետո դարձյալ 3 անգամ ալելույա դարձյալ Սամոսեն առնված հատվածը եւ ապա Փառք եւ երկրպագություն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո այժմ եւ միշտ եւ ավիդյանը սավիդենից ամեն ալելույա ալելույա ու գավարտի Այսօր ցեսի պիտի երկեմ ծննդյան ջրակալույցի ալելուկը որբեսի լսեք ցերագանչներ լեցվին իսկ անոնք որոնք տբիրներ են սարգավակներ են քանը հոգևոր եղբայրներ են լավաբես պատրաստվին որբեսի վաղը ծննդյան արավոտուն երկեն այս շարագանը սիրելներ այս հոգևոր երկը որբեսի հոգետով երկեցողությամբ թե զաստված բարավորվի եւ թե նաեւ սիրելներ հավատացյալները հոգևորաբես
այսպես հոգետով ապրումներ ունենան եւ դերը փառավորեն։ Առաջին դունը առնված է այս ծննդյան ջրակալույցի ուրեմն ալելույային առնված է 107-րդ Սամոսի 20 եւ 21 համարներեն։ Այս Սամոսը ուրեմն Աստուծո ապավինության Սամոս է, երբ անոր Աստված կգանչե, ով որ Աստուծո գաբավինի, Աստված անոր կամ անոնց իրենց նեղության ժամանակ պիտի հասնի, անոնց օգնության պիտի հասնի։ Հետևաբար 20 եւ 21 համարներու մեջ կսվի. մեկ հրանքով զանոնք բժշկեց եւ գորուստե փրկեց զանոնք։ Հետևաբար թող գոհություն հայտնեն Տիրոջ իր սիրույն համար, մարդոց համար իր գադարած ըսկանչելի կորձերուն համար։ Իսկ երկրորդ դունը առնված է 72-րդ Սամոսի 6 եւ 7 համարներեն։ Այս Սամոսը գխոսի թակավորին մասին, երկնավոր թակավորի մասին։ Եվ հետևաբար այսօրվան ուրեմն հատվածի մեջ կսվի անձրևի պես թողիչն է արդերուն վրա։ Դարապներու պես որոք է երգիրը իր օրով արդարությունը թող ձաղգի եւ արադանա իր փառությունը որքան ադեմ որ գմնա լուսինը ամեն։ Այժմ սիրելներ գերկեմ ցեզի այս ալելուկը չափավոր եղանակով քրապարը գսկսի արաքիած ըզբանյուր եւ բժշկիած ըզնոսա Հալելույա Ալելույա Ալելույա Արաքիած ըզբանյուր եւ բժշկիած ըզնոսա Եվ հրգյացս նոսա հաբագանութեն է յուրյանց խոստովան եղից ինդյան ողորմությանց նորա ես կանչելյաց նորա որդիկ մարդկան Ալելույա, Ալելույա, Ալելույա Իցե որպես անձրևի վերակեղման որպես սոզի ծողե հերգիր Ձակեսի հավուրս նորա արդարություն Հազում խաղաղություն մինչև գա դարեսի լուսին Փառք և երկրպագություն Հոր և որդվո և հոգվույն սրբո Աժմ և միշտ և հավիդյանս հավիդենից ամեն Ալելույա, Ալելույա, Ալելույա Ալելույա, գեցեդերը, եկեք սիրելներ, մեր ամբողջ կյանքը փառապանություն թողլա Տիրոջ սուրբ անունին։ Եկեք ապրենք իր գամքին համաձայն։ Եկեք ապրենք իր բադվիրաններուն մեջ։ Երբ սիրելներ Տիրոջ մոտ ապրենք, այդ ժամանակ շատ հեշտությամբ կրնանք հաղթահարել ամեն նեղություն, ամեն անսկություն, ամեն դակնապ, որովհետև Տերը իր զավակները չի լքեր։ Իսկ երբ որ հերու ապրենք, այդ ժամանակ ամեն ինչ սարսափելի ու ծանր կդառնան։ Մենք մոդենանք Տիրոջ սիրելներ։ Ինչպես որ Սամոսը գսե, ճաշակեցեք եւ տեսեք, քաղցր է Տերը։ Մոդենանք, ճաշակենք Տերը, պիտի տեսնենք որ որքան քաղցր է Տերը, որքան քաղցր է իր լուծը բադվիրաններու եւ այդ ժամանակ օրտության կյանք ապրելով լույս պիտի դառնանք մեր շրջավայրի մեջ։ Քրիստոս թող օրհնե ձեզ սիրելներ եւ Քրիստոսի սուրբ ծնունդը ձեզ ամեն տեսակ հիվանդությունները հոգեվոր ու մարմնավոր բժշկե։ Աստված ձեզ արադաբես թող օրհնե, բարի եւ օրհնյալ նոր գիրագի ձեր բոլորին։